Արգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Պարոն Աղազարյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Աղազարյան, միանգամից զրույցը սկսենք էլի իմպիչմենթի հետ կապված, փաստորեն ընդդիմադիրները ձեր թեկնածուին Էդմոն Մարուքյանին մերժեցին, 3 հանրապետական կուսակցությունը հայտարարություններ տարածել, իրենք առաջարկում են կարճ ժամկետում ներկայացնել իրենց թիմից Հանրապետական կուսակցությունից փորձառու թեկնածուներից մեկին, անուն չեն նշում, բայց նշում են մեր կուսակցության փորձառու անդամներից մեկին եւ կրկին իմպիչմենթի նախագիծ ներկայացնել ազգային ժողով, այսօր էլ մամուլում, իհարկե դա պաշտոնական չէ, բայց մամուլը գրեց թեկնածուի անուն շրջանառեց Արմեն Աշոտյանի անունն է մամուլում շրջանառվում, ինչ կասեք այս մասին։ Ինչ պետք է ասեմ, իրենց իրավունքն է իհարկե եւ կարող են նույնպես փորձել են գործընթացը գեներացնել, որքանով կհաջողվի, դա ցույց կտա ժամանակը։ Թեկնած, եթե իսկապես պարոն Աշոտյանի թեկնածություն առաջադրվի, արդյոք համաձայնություն կլինի նրա շուրջ, ընդդիմադիրների հետ։ Դուք նկատում եք մեզ, արմատներինից, թե ասենք բանը։ Ձեր կուսակցությանը նկատի ունեմ։ Չէ, մենք մեր որոշման ենք, որ մենք չենք աջակցելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի շուրջ գտնվող ուժերից որևէ մեկի թեկնածուին։ Եվ այդ բազմիցս բացատրել ենք, որ ամենայն հարգանքով կոնկրետ Աշոտյանի նկատմամբ եւ ելի շատ հանրապետականների նկատմամբ պետք է ասեմ, որ 95 թվականից մինչև 18 թվականը բոլոր ընտրությունները կեղծվել են։ Եվ այդ կեղծվելուն մի մասը ցուցաբերել են ակտիվ մասնակցություն, մի մասը պասիվ անտարբերություն, մի մասը պասիվ հանցագործություն։ Հետևաբար այն տրամաբանությունը, որ ասենք 4 տարի անդիմությունը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան տարբեր ձևաչափերով, տարբեր փաթեթավորումներով փորձում են այսպես կոչված գալ իշխանության 1 տարով կարգի բերել դաշտը եւ գնալ ընտրությունների տարօրինակ եւ իրանք չեն համաձայնվում, ասենք մեր առաջարկած թեկնածուի։ Ասում են ձեր թեկնածուն Նիկոլ Փաշինյանի օրոք պաշտոն է ստացել, նրա հետ համագործակցել է անգամ պատերազմից հետո այդ պայմաններում։ Ասում են չենք ուզում մի Նիկոլ Փաշինյանին մյուսով փոխարինել։ Բա ո՞րն ավելի հավանական։ Էդմոն Մարուքյան, Հակոբ Ասլանյան, Հովիկ Աղազարյան երրյակին կմիանան, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներից մարդիկ, թե կմիանան ասենք օրինակ եմար Աշոտյանի շուրջ։ Բայց քպից ազդակ չկա, որ ձեր երրյակին կմիանան, ձեր Որն ավելի հավանական։ Որն ավելի հավանական։ Էդմոն Մարուքյանը բանը Նիկոլ երկրորդը, Նիկոլից ավելի Նիկոլա, Նիկոլից ավելի շատ է կիսում ընդունում հեղափոխության այսպես կոչված արժե համակարգը, Նիկոլից ավելի շատ պայքարում է Թալանը հետ բերելու համար, Նիկոլից ավելի բեթար Նիկոլա։ Բայց եթե ինքը լինում է վարչապետ 6 ամսով, 7 ամսով, ի՞նչ է տեղի ունենում։ Տեղի ունենում է շատ բարձ հետևյալ բանը։ Բոլորին պետք է բավարարի քաղաքական ուժերին։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ուզում են մաքուր թափանցիկ ընտրություններ, ապա դե կստանան մաքուր թափանցիկ ընտրություններ, որտեղ 6 ամսվա ընթացքում, 7 ամսվա ընթացքում բանը հավասարակշռված կառավարության դեպքում, ասես կառավարության դեպքում, Էդմոն Մարուքյանը չի կարա, ասենք ուզուրպացնի իշխանությունը եւ ինչ-որ այսպես կոչված բացասական էլեմենտներ մտնի ապագա ընտրությունների գործընթացում։ Նիկոլ Փաշինյանը, որ մենք ասում ենք, պարոն Ասլանյանը եւ ես ասում ենք, որ ինքը իրեն սպառել է ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես եւ այլ, արդեն ասել հոգնել ենք։ Մեր քաղաքացիական պայմանագիր նախկին գործընկերները կարող են ասել, պարոն Աղազարյան, չէ, չի սպառել իրան, ինքը ուղղակի հոգնել է մարդը։ Լավ, մենք ասում ենք սպառել է, որտեղ 7 տարի կառավարել է երկրի դժվարագույն իրավիճակում, դուք ասում եք հոգնել է։ Մենք շատ չի տարբերվում մեր ասածները։ Թող գնա մի 4 ամիս հանգստանա եւ գա ընտրությունների 26 թվականին։ Մենք ինչ-որ ուժեր հետ կմիանանք, մենք ենք գանգատությունների 26 թվականին, ի՞նչն է ստե անհասկանալի, անընդունելի։ Արդեն նորից հարց առաջանում։ Միգուցե Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի շուրջ հավաքված ուժերը նպատակ ունեն 1 տարի, հավանական 1 տարին կամ հավանական 8 ամիս օգտագործեն, որ հետ բերեն հին ու բարի ժամանակները ընտրակերտարարության իշխանություն ձևավորելու։ Պարոն Աղազարյան, լավ, ենթադրենք ընդդիմությունը ինչ-որ փուլում եկավ համաձայնության ձեր թեկնածուի շուրջ Էդմոն Մարուքյանի։ Ձեզ հաջողվելու է արդյոք, երբ որ արդեն նախագիծը մտնի ազգային ժողով, ձեր նախկին թիմակիցներին համոզել, որպեսզի։ Ես ասում եմ, որ այդ դեպքում, այո,
եթե Հոմերի առաջարկությունը ինքնապատակ չի, մենք անհանգստություն ունենք, որ կարող է վաղը չմիսուրը Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրի, որը շատ վտանգավոր հետևանքներ ունենա մեր պետության ճակատագրի վրա։ Եթե այդ պահը գա, խոսքը խաղաղության պայմանագրի։ Խաղաղության պայմանագրի հավելվածների մասն է խոսքս։ Խաղաղության պայմանագիրը բան է, ընդունել է իմ ասենք, ինչքան որ տեղյակ են։ Հավելվածների մասն է խոսքը։ Ինչ հավելվածների մաս։ Հավելվածներ են լինելու։ Դուք տեղեք եք, ծանոթ եք այդ հավելվածներին։ Պարտադիր չի, ես 14-րդ հարկից փորձեմ թռնեմ անգնեմ տան կմեռեմ, թե չեմ մեռնի։ Ես վստահ եմ, որ 14-րդ հարկից թռնակ մեռնելու եմ։ Հո հիմա չեմ փորձեմ։ Հիմա ես պիտի սպասեմ, որ ինչ-որ բան տեղի ունենա, նոր դադեմ պայքարեմ։ Չէ, որ ասում եք հավելված կա, ենթադրվում է, որ տեղյակ եք, ծանոթ եք փաստաթղթին, դրամարեք։ Ենթադրություն։ Տեղյակ չեմ, սա վերլուծությունն է վարչապետի վարած քաղաքականության քայլերի հաջորդականության հերթական տրամաբանական վիճակն է լինելու։ Փախստականների վերադարձ, Մինսկի խումբ, դատական հարցերի հետ կանչում եւ այլն։ Իսկ փախստականների վերադարձի հանգամանքը իմ համար ամենակատեգորիկն է իմ համար, որովհետեւ երկու ժողովուրդների մեջ հսկայական արուն է հոսել եւ հիմա վերցնել այդպեսի փաստաթուղթ ստորագրել, ապա դա ոչ թե կլինի խաղաղության պայմանագիր, ապա դա կլինի պատերազմի հրովարտակ, ցանկացած պահի դա կարող է պատահի էսկալացիայի առիթ հանդիսանալ, նկարագրել եմ երկու անգամ, եթե հարմար է գտնում, ելք նկարագրել, թե ինչ հավանական սցենարներով։ Այդ իմաստով եւ հետեւաբար, երբ որ վիճակ առաջանա, ապա այն իմ նախին գործընկերների հետ որոնց հետ արդեն միջև էի խոսում, անհանգստություն ունեի, ես կնայեմ ամբիոնից իրենց աչքերին եւ կասեմ լսում ես ինչա տեղի ունենում։ Բայց կան այդպիսի, քանի որ դուք նրանց հետ երկար ժամանակ աշխատել եք, կան այնպիսի մարդիկ, որոնք ձեզ կլսեն, պարոն Աղազարյան։ Ինչ չեն լսի, կլսեն բանին, կլսեն առողջ տրամաբանությունը։ Ես ցույց չեմ տա, Ձեր առաջարկին նկատի ունեմ։ Այո, կան մարդիկ, որոնք շատ մեծ հավանականությամբ կանցան իմ կնշեք, օրինակով։ Հենց հիմա նշեմ հերթով անուններ նշեմ, դուք էլ հրապարակեք, ուրախացեք սենսացիոն նորություն հրապարակելու համար։ Դե ում եք կարծում, որ կմիանա, քանի որ նման ասում եք, կլսեն իմ առաջարկները։ Կան։ Անուններ Անուններ չկա։ Նայեք, ընդդիմությունը այսպես է ասում, որ իրենք ում էլ բերեն, տեխնոց ասում է անգամ Քրիստոսին էլ բերենք, միևնույն է ԿՊ-ն չի համաձայնվելու Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու, ում էլ բերենք։ Բա ո՞նց են անելու այդ ո՞նց են մտածում անեն։ Ո՞նց են մտածում անեն։ Դա Հայաստան խմբակցության այսպես ասած Չէ, բայց ո՞նց այդ դեպքում ո՞նց է մտածում անեն։ Բայց այդ դեպքում Հայաստան խմբակցությունը տեսակետին է, նշանակում է տրամադրված է գնա 26 թվականի ընտրություններին։ Բայց լավ չի որ ասենք Նիկոլ Փաշինյանը զրկվի ասենք վարչական լծակներից եւ իրական ռեյտինգով գնա ընտրության։ Պետականության նույնիսկ պետականության շահի իմաստով գնա։ Բայց վստահ որ իրական ռեսուրսով գնա չի հաղթի։ Հա? Վստահ եք, որ իրական ռեսուրսով գնա չի հաղթի։ Ամեն դեպքում այսօր հանրության մեջ կան Չէ, վաղ եթե ընտրություններ լինի Նիկոլ Փաշինյանը հաղթելու է։ Վաղ եթե ընտրություններ լինի Նիկոլ Փաշինյանը հաղթելու է։ Վաղը չեմ իսօր եթե ընտրություններ լինի Նիկոլ Փաշինյանը հաղթելու է։ Այս տենդենսը պահպանվեց, Նիկոլ Փաշինյանը հաղթելու է։ Ինչ մասնակցը։ Այդ թվում 26-ին։ Այդ թվում 26-ին, եթե տենդենսը պահպանվեց, եթե ընդդիմությունը, ասենք ես նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյան, Սարգսյան, այն մյուս ընդդիմությունը որ ներկայացված չի խորհրդարանում, բայց շատ մեծ պոտենցիալ ունի իր մեջ, եթե չհամախմբվեց մի գաղափարի շուրջ, ապա Նիկոլ Փաշինյանը հաղթելու է բնականաբար, ինչ մասնակցը։ Որովհետև այսօր եւ առաջիկա ամիսներին բացառված է որ ծնվի մի անձնավորություն, որը կարողանա իր անձնական որակներով հակակշռել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ դա մեր հայկական քաղաքական դաշտի, այսպես ասած, պակասի դատարկության մասին չի արդյոք խոսում, որ չկա այնպիսի տեխնացու, որը որովհետև գոյություն ունի քաղաքական դաշտի մոնոպոլիզացիա, ինչպես նշել է մի քանի անգամ մեր վարչապետի տեխնացու Էդմոն Մարուկյանը, մոնոպոլիզացիա, այսինքն Ռոբերտ Քոչարյան, Սարգսյան, Առանցքի շուրջ հավաքված քաղաքական ուժերի մարդիկ անհատները գտնում են, որ իրանցից դուրս որևէ մեկը չի կարող զբաղվեց պետության ղեկավարմամբ եւ այլ, պատահաբար Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ալիքի վրա եկել է, հեսա նույն ձևեր կեթա, ուրեմն պետք է ամեն ինչը ծանր բեռը պետության կառավարման պետք է լինի իրաց ուսերին եւ իրանք պարտորեն կգրեն այդ բեռը։ Մոնոպոլիզացված է քաղաքական դաշտը։ Այսինքն փաստորեն այսօր այնպես իրավիճակ է ստեղծվել հավասարակշռության, որ քաղաքացիական պայմանագիրը իր գոյության պայմանավորում է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանի
գոյությունը եւ հակառակը։ Եվ հակառակը։ Պարոն Աղազարյան, ձեզ նաև ընդդիմադիրները անգամ, ոչ միայն ԿՊ-ն, այլ նաև ընդդիմադիր արտախորհրդանական այդ թվում ուժեր, ձեզ մեղադրում են, ասում են, որ այս քայլով, որ դուք անլրջացնում եք առհասարակ impeachment-ի այս գործընթացը։ Այսինքն հանրության մոտ էլ այս տեխնացությամբ, այս գործընթացով ավելի անլրջացնում եք։ Ինչպես կմեկնաբանեք այս մեղադրանքները։ Եթե մենք անլուրջ քաղաքական գործիչներ ենք, պարոն Ասլանյանը եւ ես, հիմա դեռ մեր գնահատականը գործընթացի վերաբերյալ։ Ներողություն, դա մեր ճակատագիրն է, խնդիր չկա։ Մենք թվամատը մենք կարող օգտակարել մեր հասարակությանը, մեր պետությանը, մեր պետականությանը։ Եթե ինչ-որ բան դեպի չենք անում, հայցում ենք բոլորի ներողամտությունը։ Բայց նույն ձևի մտածել են նաև Նարեկ Մալյանը, մեծն Նարեկ Մալյանը եւ ավելի մեծն Էդգար Ղազարյանը, որոնք դիմել էին 107 падգամավորների, հետո բարձր 107 падգամավորների մեջ այն 105 ավելի падգամավոր են, քան Ասլանյանը եւ Աղազարյանը, որոնք այդ երկուսով են անսացել իրենց նախաձեռնությանը, առաջարկությանը, փաստորեն, բայց իրենք ավելի քիչ բան են, ավելի դերասած տրամաբանությամբ, ԿՊ եւ այլ ավելի քիչ падգամավոր են, քան 105-ը։ Դե ավելի փակ են թույլ տվել, պետք է գրեին բացի Աղազարյանից եւ կամ մեծ շուվարկեին նամակ, մենք էլ քան հարգանքով չվերաբերվեինք իրենց որպես քաղաքական գործիչներ, որպես քաղաքացիներ, այդքան բան չվերաբերվեինք, ասենք, որ հարգեինք իրենց խոսքը բանալին։ Վիրավորված եք նրանցից։ Բայց չի վիրավորված։ Իրանք իրենց ինչ են ներկայացնում, որ ասենք վիրավորված են։ Այսինքն դες թվում է թե իրանք պետք է գեներալներին գործ կամ գեներալներ են գործընթաց։ Մեկը մյուսից անտաղանդ անշնորհք քաղաքական իմաստով։ Էլեմենտար անշնորհքություն ցուցաբերեցին Ես դեպքում այդքան բան։ Պարոն Աղազարյան, չենք կարող նաև չանդրադառնալ, թե վերջին օրերին ինչ է կատարվում իշխանություն եկեղեցի այս հարաբերություններում ամեն ինչ կառավարության նիստից սկսեց, երբ որ Նիկոլ Փաշինյանը այսպես եկեղեցին համեմատեց Չուլանների հետ, դժգոհություն հայտնեց, թե ինչ վիճակ է կատարվում այնտեղ, ու այս ամենը ավելի կրքերը բորբոքեց, տեսնում ենք, ու հիմա փորձում են իշխանությունները պարզել, արդյոք կաթողիկոսը ունի զավակ, թե ոչ, հոգևորականները արդյոք պահպանել են այդ կուսակրոնության ուխտը, թե ոչ, ինչ գնահատական կտակ ես հայտարարությունների ինչ երևույթ։ Ես ասել եմ ասեն վերաբերմունք եկեղեցուն կազմամբ կրոնի կազմամբ չեմ ուզում կրկնվել, բայց ասենք համատաբար երիտասարդ ժամանակ ես կարծում էի, որ կուսակրոնություն կոչվածը, նախ ես դի բան դատապարտում էի, կուսակրոնություն հասկացողությունը ես դատապարտել եմ, որովհետև գտել եմ, որ դա հատուկ հայ ժողովրդի դեմ արված կամ ընդունված, այսպես կոչված պոստուլատներ են, որովհետև ովքեր են դառնում արքեպիսկոպոսներ, խոշոր հոգևորականներ, կարդացած, զարգացած, գրագետ, ուժեղ մարդիկ բնականաբար։ Եվ այդ ուժեղ մարդիկ պետք է ընտրվեն եւ սերունդ չտան։ Այսինքն դա հարվածը հələ դարերի ընթացքում հաշվետեսեք ինչ է տեղի ունենում եւ դա հարվածը մեր գենոֆոնդին։ Ես չեմ ընդունել դա։ Հիմա չեմ ընդունել, երևի թե չեմ հասկացել, բայց այդուհանդերձ նաև ես կուսակրոնությունը հասկացել եմ, որ չամուսնանալ, ոչ թե սեռական կյանքով չապրել կներեք, այլ չամուսնանալ, որովհետև երբ որ ամուսնացած ալերին տվյալ իր վրա պատասխանատվություն վերցած անձը, ապա կաշխանդված ալին, ազատությունը սահմանափակվում է եւ ինքը իր վրա կարան ճշումներ գործադրեն, անձն են իր վրա, դա համար երևի որոշել են, որ չամուսնանան, որ ավելի ազատ լինեն, բանանեն իրենց գործունեության մեջ։ Ես նաև դա եմ այդպես ընկալել։ Հիմա ինչ որ է, կա կուսակրոնության հասկացողությունը, այն ես չեմ հասկանում նորից ոնց է ինքը կուսակրոն, եթե միջև այդ բանը ընդունել է, ինքը հաստատ երևի ապրած կլինի սեռական կյանքով։ Դե կուսությունը լավ չեմ հասկանում, թե ոնց է դառնում կույս, եթե ինքը արդեն 5 տարի առաջ արդեն ապրել է սեռական կյանքով, հիմա որոշում է դառնալ կուսակրոն, այդ էլ չեմ հասկանում լավ։ Այդուհանդերձ ենթադրենք, թե այդ կուսակրոնությունը կա։ Եվ հիմա վարչապետը Չուլանից անջատվենք, որովհետև դա բաներ, նախերգանքներ, վարչապետը հիմա ինչ է ասում, փաստորեն, որ Գարեգին բան զավակ ունի ասում։ Խախտել այդ բանը, կուսակրոնության բանը խախտել է եւ ունի, ասենք, երեխա ունի։ Հիմա եւ ասում որ բանը, բոլորն էս իրան բան տալով դամ քաշելով ասում որ պետք է հեռանա, քանի որ խախտել է այդ հանգամանքը։ Դա ասում են լոկումը ինքը չի մեզ արձագանքում։ Առաջինը, նախ դա որևէ մեկի գործը չի,
Դա եկեղեցու գործն է։ Եկեղեցին ինքը պետք է այդպիսի երևույթների գնահատական տա։ Ինչ գնահատական է տալիս, ինչ գնահատական չի տալիս, դա իրաց ներքին գործն է։ Եթե քո քրեական օրենսգրքով կան այսպես կոչված հոդվածներ, որոնք այս կամ այն կերպ կարող են դրանցով կարող միջամտես եկեղեցու կյանքին եւ ինչ-որ մեկի թե հոդվածին համապատասխան խախտումա թույլ արա, բայց ներխուժել այդ կյանք եկեղեցին անջատ է սահմանում։ Եկեղեցին անջատ է։ Հիմա ստեղ հարց առաջանում։ Ենթադրենք Գարեգին բան հրաժարական տվեց։ Ո՞վ է լինելու։ Կարող է ունեն իրենք տեխնացու։ Կուսակրոն։ Կուսակրոն։ Դե հարցը պատասխան։ Կուսակրոն, չէ։ Ովքեր են ընտրելու կուսակրոնները, եկեղեցականների այդ կուսակրոնի բանը ընդունած, պոստուլատը ընդունած եկեղեցականների 95%-ը մի րոպե, 95%-ը չեն պահպանել այդ բանը, ու լավ են արել որ չեն պահպանել։ Եվ դա գիտի Նիկոլ Փաշինյանը, եւ դա գիտի Ալեն Սիմոնյանը, եւ դա գիտի Արսեն Թորոսյանը, եւ դա գիտեն բոլորը։ Բայց եթե դու հիմա այդ կեղծ բանով ես բարեպաշտությամբ ես առաջնորդվում, որ եթե խախտել է կուսակրոնության սկզբունքը պետք է հրաժարական տա կաթողիկոսի պաշտոնից, բայց այդ դեպքում ում ես բերելու։ Դե կարող է իրենք ունեն պարոն Աղազարյան տեխնացու։ Ես ասում եմ Նիկոլ Փաշինյանն, Արսեն Թորոսյանը եւ Ալեն Սիմոնյանը եւ բոլորը Նրանք հատուկ եւ բոլորը մյուսները գիտեն, որ որևէ մեկը գրեթե չի պահպանել այդ բանը սկզբունքը, կուսակրոնության սկզբունքը։ Բայց հետեւաբար դու ես բերելու, հետեւաբար դու չունես բերելու, հետեւաբար անհանգստությունը առաջանում, որ դու ոչ թե ուզում ես եկեղեցին առողջացնել, որը կարող ազնիվ նպատակ լինել որպես հետևորդ եկեղեցու, ես հետևորդ չեմ։ Այլ դու ուզում ես եկեղեցին վերացնես։ Այլ դու ուզում ես եկեղեցին վերացնես, որովհետեւ Որովհետև երբ որ դու ասում ես, որ Հայաստանի պետությունը չի զբաղվելու Արցախի արցախցիների հարցով, վերադառնալու իմաստով, ինչի է ես համաձայն եմ, բայց քեզ թվում է, որ եկեղեցին զբաղվում է դրանով, քեզ խանգարում է։ Հենց եկեղեցու գործն է դրանով զբաղվելը։ Հենց եկեղեցու գործն է դրանով զբաղվելը, որ դեռ միջազգային ասպարեզներում ասես պետությունից անկախ կառույց է եւ ինքը ոչ միայն իր հոտի անդամների իրավունքների պաշտպանության համար կարող է հանդես գալ, այլ ցանկացած մեկ քաղաքացու, մուսուլմանի, բուդդիստի, ես չգիտեմ ում իրավունքների համար կարող է հանդես գալ։ Եկեղեցին հենց դրա համար է, ինքը հոգևոր արժեքներ է կրում եւ պաշտպանում է մարդկանց ասենք շատ իրավունքներ։ Փոխանակ դու այդ ճանապարհով գնաս, դու ըստ էության ասես, որ ինքը ինձ խանգարում է։ Իմ քաղաքականության մեջ խանգարում է եւ հետեւաբար ես պետք է իրան վերացնեմ։ Դա շատ վտանգավոր դիպ է։ Պարոն Աղազարյան, դուք այսպեսի հարց բարձրացրեցիք, ասացիք այդ դեպքում ով է ընտրելու կաթողիկոս։ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ մի հատ գրառում էր արել, ասում է Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Այսինքն, այսպես տողատակերով ասում է, որ կառավարությունը պետք է այնպես լինի, որ կարողանա մասնակցել կամ միջամտել, այսպես ասած, ընտրությանը։ Ես քանի որ ասացի, որ շատ լավ չեմ հասկանում այդ գործընթացների եւ այլ, ես չգիտեմ, հիմա ցուցահանդեսության մեջ փոփոխություն արվի, եթե այդպես գտնեմ, ես գտնեմ որ ճիշտ է։ Ես գտնեմ որ ճիշտ է, որ եկեղեցի, չէ, կարելի է որոշ փոփոխություններ անել, այդ ուղղությամբ որոշ փոփոխություններ անել, ասենք օրինակ բանը հարկային քաղաքացիության հետ կապված կարելի է փոփոխություններ անել, չեմ պատկերացնում, ասենք ինչ հարցերի շուրջ կարելի է փոփոխություններ անել, կարելի է փոփոխություններ անել, որ ասենք պետությունը իրավունք ունենա վերահսկի, արդյոք եկեղեցին միջոցները ճիշտ է օգտագործում, այս կամ այն եկեղեցին նաև համաժողովրդական հարստություն է, մեր պատմական հարստություն։ Ասենք, արդյոք ճիշտ է օգտագործում իր ֆինանսները եւ համապատասխան ասենք ներդրումանում է այդ եկեղեցիների բանը պաշտպանության համար պետությունը չէ շատ դեպքում ինքն ազգում արտարից կամ ինքն անում։ Միգուցե այդ կարգի, բայց որպես միավոր, որ ասենք դարերի ընթացքում շատ մեծ նշանակություն է ունեցել հայության պահպանության այսպես կոչված իմաստով շատ մեծ նշանակություն ունեցել, միգուցե եւ բանը այդ չարժը որ ասենք այդ ձևով ինչ որ ասենք վարչապետն է երևի պատկերացնում, ասենք ինքը նշանակի կաթողիկոսի կոպիտ ասած էլի իհարկե։ Դե եթե բերի հասնի պետության հսկողության տակ, ուրեմն պարտավոր ինքը ըստ էության կնշանակի էլի։ Եթե SMS-ներով մարդկանց ազատում աշխատանքներից Ինչպես վերջերս ոստիկանապետը եղավ Արամ Հովհաննիսյանը։ Իրան էլ SMS-ով թե բաներ։ Մի քիչ ավելի մարդկային։ Այդ մանրամասներին։ Ես չգիտեմ։ Պարոն Աղազարյան, եթե հիմա դուք ԿՊ-ում լինեք այս իրավիճակում, ինչ կասեք ձեր թիմակիցներին, լինես եկեղեցու դեմ այս արշավի պայմաններում, կսաստեիք թե կշարունակեք այդ գիծը առաջ տանել։ Ներթիմային
քննարկումների ժամանակ ես իհարկե բանը դեմ հանդես գայի, բայց եթե որոշում լիներ որևէ ձևով, ես այդ որոշմանը կենթարկվեի, եթե ասենք թիմում լինեի բնականաբար։ Բադամարի թիմում չենք, որովհետև մենք անհանգստություն ունեինք, որ հենց ամենառաջինը, արդեն քանի տարի է փախստականների վերադարձի հետ կապված այդ գործընթացը պարոն Ասլանյանը եւ ես մենք շատ վտանգավոր ենք համարել եւ ես համեստս, նվաստս գտնում եմ, որ սա է եղել պատճառներից հիմնականը, որ վարչապետը այդպեսի վերաբերմունք որդեգրեց իմ նկատմամբ, որովհետև անհանգստություն կարող է պատահի ունենալ, որ ես իմ չնչին այսպես կոչված ներդրումը կարող եմ ունենայի այդ գործընթացը վիճեցնելու համար։ Շնորհակալ եմ իրան, որ ինքին ձեզևի վերաբերվեց, որովհետև ես հիմա ավելի մեծ ներդրում կունենամ այդ գործընթացը վիճեցնելու համար։ Պատրաստ եք ամեն կերպով հենց այդ կոնկրետ ադրբեջանցիների վերադարձն է ձեզ անհանգստացնում այդ դա Հայաստանի վերջն է։ 300 հոգի գբերեն Վարդենիսի մի գյուղում կմնակվեն, 300 հոգի։ Շատ չէ, որոշներ ասում են 300,000։ 300 հոգի գբերեն Վարդենիսի մի գյուղում կմնակվեն, մի քանի օր հետո, մի որոշ ժամանակ հետո կոնֆլիկտ կառաջանա, այդ կոնֆլիկտի հետևանքով Թուրքիան իր զորքերը կմտցնի Սևանի արևելյան ափ, որպեսզի Աղազարյան Հովիկի նման էքստրեմիստներին թույլ չտա սեպ խրել հայ եւ ադրբեջանական ժողովուրդների դարավոր բարեկամության մեջ եւ ձեր նման երիտասարդ աղջիկներն արդեն կհասկանան, որ Հայաստանում ապագա չկա, եղած չեղածը կծախեն, կգնան Լոս Անջելեսներից արդեն լրագրող կաշխատեն, հայրենիք կսիրեն եւ Հայաստանը 30 տարվա մեջ կդատարկվի։ Այդքան բան։ Պարոն Աղազարյան, դուք արդեն ավելի վաղ ասել եք, որ պատրաստվում եք 26 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրություն ձեր կուսակցությունը ունի։ Կան այնպիսի ուժեր, թիմեր, որոնց հետ կոալիցիայով կմասնակցեք։ Մեր գերնպատակը հետևյալն է։ Ես արդեն հրապարակել եմ այդ մասին, որ մենք առաջարկում ենք ընդդիմադիր դաշտին Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքից դուրս, բնականաբար եւ նաեւ Նիկոլ Փաշինյանը Եվրոքվե առանցքից դուրս, ուժ բոլոր ուժերին այնտեղելով մնաց։ Լիքն են։ Համախմբել մի գաղափարի շուրջ, 26 թվականի ընտրություններին գնան հետեւյալ ծրագրով։ Հաղթում են եւ նշանակում են վարչապետ 1 տարով։ Եվ այդ վարչապետը 1 տարի հետո արդեն հրաժարական է տալիս եւ այլևս ինքը չի կարող զբաղեցնել որևէ բարձրագույն պետական պաշտոն։ Իսկ ինչու են համախմբում եւ որ համախմբում են, որովհետեւ միասնական ուժերը փորձեն ասենք հակակշռել քաղաքացիական պայմանագրին Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանին։ Բայց ձեր ուժերին նշած ուժերին եթե բացառենք, շատ քիչ թվով ուժեր են, պարոն Աղազարյան, ընդդեմ։ Այո։ Ինչի՞։ Հայ ազգային կոնգրես, Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Բևեր, մենք կան, դες չէ որ կան, շատ ուժեր կան, որոնք համախմբել են գաղափարի շուրջ եւ այդտեղ մեկ հոգու վարչապետի թեկնածու, որը երկիրը ղեկավարի 1 տարի ժամանակով եւ հետո այդ 1 տարին հետո արդեն այդ նույն ուժերը, որոնք իրար մեջ լիքը տարաձայնություններ ունեն արժի համակարգային իմաստով ծրագրային իմաստով, հանդես գան ժողովրդի առաջին ծրագրերով, արդեն նոր ժողովուրդը կձևավորի իր իշխանությունը, թե չէ մենք ոչ չենք կարող, օրինակ մենք ոչ չենք կարող համագործակցել Հայաստան դաշինքի հետ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր մեր հյուր ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր, մենք կհանդիպենք շուտով։